Մտքերս գիտես ինչ էր գալի Հայկ, որ այդ մեր մեջ որ ներմուծվել է այդ պատրանքը, որ ուրիշ տեղերում տենց երջանկություններ կան ու մեր սերունդները շատ են դրանով տարվել։ Ու մեր սերունդների մեջ այդ բանը եղել է, էլի, այդ պատրանքը մենք կերել ենք, որ գնանք տեսնենք հələ ուրիշ տեղեր ինչ կա, ինչ չկա կամ ուրիշ տեղեր հաստատ լավ է, որովհետև ես ընդհանուր իմ կյանքի ընթացքում էլի թե մանկություն, թե դրանից հետո, թե բանակ, այսինքն որտեղ որ ես եղել եմ, միշտ հանդիպել եմ մարդկանց մեծաթիվ, ու մոտ այդ պատրանքն եղել է, որ հեսա սպասի, ես թողեմ այդ համ ուրիշ մի տեղ, նա ինչեր եմ անելու, ինչեր եմ հասնելու։ Ըստ քեզ խի է էդի տենց եղել ու դրա հետևանքը ինչն է, ու մեկ էլ ճշմարտությունը որն է դրա տակ, ըստ քեզ էլի։ Ես ընդհանրապես այն մտքի կողմնակիցն եմ, որ ցանկացած երևույթ լիարժեք հասկանալու համար դու չես կարող այդ կոնտեքստից կտրես ու երևույթի շուրջ փորձես խորանաս ու վստահանես, որ պատասխաններ կգտնես։ Իմ կարծիքով նաև պետք է պատմությունը, թե որտեղից է այդ սացիլները գալի։ Իմ կարծիքով էդի ասենք ուշ միջնադարում Հայաստանում սացիլված այդ գաղափարն է, էլի, որ Եվրոպայում փրկություն ալնելու, էդի դրսևորվել է օրինակ Իսրայել օրու գործունեության մեջ ու դրանից հետո ընկած ժամանակահատվածում, բայց միշտ եղել են մարդիկ, ովքեր որ ասել են էդի խապկանքը, Կրիմյան հայրիկի այդ թղթից Տերեփի գաղափարը։ Էդի լսել եմ, բայց չեմ հիշում, մի հատ էդի կբացես ընկերս։ Բերլինի կոնֆերանսի ժամանակ հրավիրված էր նաև Կրիմյան հայրիկը ու այդ կոնֆերանսից հետո գալիս է Հայաստան ու ասում է, որ այդ կաթսայի մեջ էփվում է ու այդ իրականությունը հանելու համար իմպերիաները ունել երկաթից շերեփ։ Մերը հայկականը, էդեն թղթիսն է, դրա իմաստն է, որ թե փրկությունը, թե իրականությունը նենց ոնց մեզ է պետք ստեղծելու համար, այդ ուժը մեր մեջ պետք է լինի։ 100 տարիների ընթացքում մեզ անընդհատ փորձել են համոզել, մեր մեջ փորձել են սացիլեն այն գաղափարը, որ մենք ունակ չենք մեր ճակատագիրը, մենք մեր ձեռը վեկալելու։ Դիր ենք գնում ավելի վաղ շրջանի պատմական իրադարձություններին։ Այնտեղ կան օրինակներ, որտեղ որ ցույց է տրվում, թե հայկական միտքը ուր է հասնում ու ինչ ազդեցություն է ունենում։ Հա։ Դա ես կուզեմ օրինակ բերեմ, օրինակով ասեմ, որտեղ շատ ավելի լավ ընկերս, այտենց շատ ավելի հասանելի է, էլի։ Որովհետև այդ աթոս վիճակները մենք հայկականությունը սենց ասվում է, բայց առանց օրինակների ու մարդը լսում ասում է լավ, մտ օրինակ բերեք, էլի։ Օրինակ բերեք, որտեղ է հայկական միտքը ազդեցություն ունենում, ասենք արևմտյան աշխարհի վրա։ Ու իմ կարծիքով ամենափայլուն օրինակը դա Պավլիկյանների շարժումն է։ Վաղ միջնադարում Հայաստանում այդ շարժումը առաջանում է, բուն իմաստը հետևյալն է, մարդը ընդդեմ սիստեմի այդ դեպքում միանշանակ եկեղեցին էր ու Պավլիկյանությունը էդի կոնկրետ մարդկայնության մասին է, որտեղ որ ասում էր, որ մեզ միջնորդներ պետք չեն ու եկեղեցական այդ ոսկիները, տերտերների հաստ տղթաները ոսկուց խաչերը, այդ մեզ պետք չեն։ Հայկականը էդի պարզ ելնելու մասին է։ Միանշանակ այդ ժամանակվա պատմաբաններն եղել են եկեղեցականներ ու այդ ամեն ինչը որակավորել են որպես անդ ու այդ sense մնացել է մեր պատմության փոշոտ էջերի մեջ։ Կանչելով Պավլիկյաններին այդ միտքը չի մեռնում։ Հետաքրքիր ձևով փոխանցում արդեն արևմտյան արտին։ Այսօրվա Բուլղարիայի ու Բալկանյան թերակղզում առաջանում է 10-ից 11-րդ դարերում sense մի հատ շարժում, որը որ կոչվում է Բագամոլի։ Պավլիկյանների ինտելեկտուալ ժառանգորդներն են։ Դե էլ իր հերթին միանշանակ ոչ ուղղափառ եկեղեցուն է ձեռնտու, ոչ կաթոլիկ։ Ու թե կաթոլիկ աշխարհը, թե ուղղափառ աշխարհը սկսում են ճնշել Բագամոլներին։ Հետագայում արդեն երբ որ Օսմանյան կայսրությունը գալիս է այդ տարածքներ, իրանք ուղղակի ընդունում են իսլամ։
այդ եկեղեցական պատերազմներից հոգնած ելնելով։ Խոսքը այսօրվա Ահա։ ալբանացիների, բոսնիացիների մասին է։ Ահա։ Դու մերն չի մերնում, սակ։ Փոխանցում Ահա։ ավելի արևմուտք։ Հարավային Ֆրանսիայում տեղի ունեցող այդ շարժումը, որը որ հետագան կոչվում է կատարների շարժում, ունդեղ արդեն խաչակրած արշավանք է, կազմակերպվում ընդդեմ կատարների Պիգոսյան Հա, խաչակրած արտավանքը ու հա, որոշ գրականագետների կարծիքով վաղ ռոմանտիզմի հիմքում ընկած է կատարների գաղափարները։ Ինքն դու այդ ահա, ինտելեկտուալ թելը չկորցրիր, չէ՞, Հայաստանից այդ գաղափարներն ուր են էթուն հասնում։ թե ուրա հասը, թե ուրա Ես հասը, հա, ընդհանրապես ասում եմ պատմական փաստ է, որը որ ցանկացած ոք կարա ինքնուրույն բացի կարդա, ինքնուրույն ձևով ահա, ուսումնասիրի։ Ու այդ մենակ արևմտյան աշխարհի մասին։ Մենք շատ հետաքրքիր ազդեցություն ենք ունեցել նաև իսլամական աշխարհի վրա։ Հայկականության այդ հետք ընդեղ զգացվում է, որն էլ որ իր հերթին ազդեցություն է ունենում սուֆիզմի վրա։ Սուֆիզմն էլ է իսլամի մեջ հոգևոր ճյուղ է, հոգևոր միստիկ ճյուղ է։ Չնա ունենում ավելի ուշ этаպում իսլամական փիլիսոփայության գիգանտների վրա, ոնց որ օրինակ Ալ-Գազալինա կամ Իբն Արաբինա։ Ինքն ահա, ինչ եմ ուզում ես դրանով ասեմ այս օրինակով, որ մենք ունենք այդ պոտենցիալը, այլ առաջ հա, այդ պոտենցիալը, այդ ուժը ազդել է նաև ուրիշ քաղաքակրթությունների վրա։ Բայց մենք այսօր դրա մասին չգիտենք։ հա, Երարժեքության կոմպլեքս ունենք, ահավոր, ահավոր։ Ըստ քեզ դրսում այդ ման գալու։ թերարժեքության կոմպլեքսն է, որ մեզ տանում է էլի ուրիշ ճանապարհների կամ մեզ տանում է ուրիշ երկրներ, այդ հետաքրքրությունն է էլի այդ պատրանքային մեր մեջ մտցնում, որ այնտեղ հաստատ երջանկությունը ավելի է կամ այն որ անիրական է էլի, ես էլ եմ էդի զգացել, հայք, ես ինքս զգացել եմ էդի, որովհետև մենք այն սերունդներն ենք, ովքեր որ ապրել են շատ փակ ու մենք բացի հերոստատեսային ինչ որ մանիպուլյատիվ հաղորդումներից բացի ուրիշ աղբյուր չենք ունեցել։ Ճշմարտությունը parzելու կա արդյոք այդ ասածին ինչ որ սին երջանկության մոդելները էլի։ Բայց ինձ թվում է հետո է դա արդեն parz դառնում, երբ որ մարդիկ էդի տեսնում են ու իրենց մաշկի վրա ազգում են, որ տենց բան գոյություն չունի, չկա այս աշխարհի վրա մի հատ տարածք կամ տեղ, որով որ դու պայմանավորված երջանիկ ես կամ ոչ, որովհետև ըստ իս դու երջանիկ ես, եթե երջանիկ ես, եթե կարող ես երջանիկ լինես, ուրեմն հարելա քեզ, ուրեմն դու այդքան իմաստություն ունես, որ անկախ այն հանգամանքից, թե դու որտեղ ես գտնվում, գտնես քո երջանկությունը։ Բայց այդ պատրանքայնությունը մեզ տրվել է ու ասվել է, գիտես ինչ, հա, Եվրոպաներում, Ամերիկաներում մի հատ էլ անեկդոտ կա, որ երկու ընկեր խոսում են Ամերիկա գնալու մասին, մեկը մյուսին այդպես պատմում, ասում է, գիտես, լսել եմ, ասում է, որ գնում ես Ամերիկա, այտենց գետիններին փող ասում է մենակ հավաքի, տենց այդ ընթացքում հետո մյուս ընկերոջը տենց green card է հաջողում ստանալ, կարող է եթե Ամերիկա, հենց սամալյոտից իջնում է գետնին $100 է տենում, որ ասում է 100, հա, էլի ասում է ճիշտ էր, էլի ասում արա դե ասում է այսքան ճամփից հետո հոգնած եմ թող վաղվանից կհավաքեմ։ Էդ էլի այդ պատրանքները կերել ենք հայք ջան, բայց էդի ըստ քեզ գալիս է խորքերից, հա, ախպեր, այդ որ մենք փակ ենք եղել, որ մեր վրա վաճառել են այդ ամեն ինչը, հա, ըստ քեզ։ Կոնկրետ այդ թերարժեքության զգացումը անընդհատ սածիլվել է։ Դա հենց Հա, պատմությունից է գալի, ես ասի արդեն Իսրայելորուց սկսած այդ քաղաքականությունը։ հա, Արժեքը ինքը կարիք չունի դրսերից ինչ որ պատասխաններ ստանալու։ Մեր եկեղեցական հայրերի գրքեր կան, որտեղ որ օրինակ շատ հետաքրքիր ձևով անդադ ասում է ազատության գաղափարի մասին, որ մարդը ազատ է, մարդը լիարժեք է միայն ներքին աշխարհում։ Ինչ որ մի երևույթին չնախանձելու, այն ուրախանալու համար։ Ազատության գաղափարի վերաբերյալ լրիվ ուրիշ համոզմունքներ են տվել։ Ասոցացում ամենաթողության հետ։ Անոր ոչի բան չունի, ուղղակի անպատասխանատվություն է։ Գաղափարը մեր մեջ կա, մենք ուղղակի չգիտենք, մենք չենք ճանաչում, մենք չենք խորանում։ հա, հայք ջան։ Իսկ ըստ քեզ եղբայր, ոնց լինես, ոնց անես, որ այդպեսին լինես, ոնց անես, որ դու գաս դրան, որ այդ ազատությանը հասնես, ազատության այդ ճշմարիտ ուղուն էլի,
որ ներսում այդ ամեն ինչը փնտրես ու ինչ մոդելը հարկավոր դրան ըստ քեզ։ Ինչ կյանք պետք է ապրես կամ ինչ կյանքի մոդել պետք է ընտրես, որ գազ հասնես դրան։ Ինքնաճանաչման մեջ էլ ես չեմ տարանջատի, ասենք, սեփական պատմության ուսումնասիրումը, սեփական փիլիսոփայության ուսումնասիրումը, հոգևոր ժառանգության ուսումնասիրումը։ Այսօր շատ տարածված է, չէ՞, արևելյան հոգևոր պրակտիկաները, յոգա, ցիգուն, բայց մենք մեր հոգևոր ժառանգությունը չգիտենք, չենք ճանաչում, չենք խորանում, որովհետև այդ քո տված հարցերը ինքը հոգևորի մասին է։ Մեր ժառանգության մեջ այդ հետաքրքիր գաղափարներ կան։ Օրինակ, Քրիստոսի կերպարը որպես հոգևոր քարտեզ։ Այն ինչը որ ես հիմա կասեմ, դա դոգմայի հետ ընդհանրապես կապ չունի։ Որ ձևավորվել է, ասենք, կոնկրետ Կարլ Գուստավ Յունգի հոգեբանության ուսումնասիրելուց հետո դոգմայի հետ ընդհանրապես կապ չունի։ Դեռ հետաքրքիր գաղափար կա, օրինակ նայ, Քրիստոսը իջնում է ջրի մեջ, որը որ Յունգյան հոգեբանության մեջ այդ ենթագիտակցության սիմվոլն է, որը որ էդի ինդիվիդուացիայի ճանապարհի խտելու մասին է խոսքը։ Հիսուս Քրիստոսը սկսում է աղքատների հետ հաց կիսել, հիվանդներին բուժել, միայն անապատում սատանայի հետ հանդիպելուց հետո։ Ինքը հանդիպում է չարին։ Արի գոյությունը ինքը ընկալում է, ինքը չի փախնում։ Դա մեր գոյության մի մասն է։ Դա հենց այն կետն է, որը որ հենց այդ կետում ես չեմ հասնում արդեն արևելյան այդ կրոններին, դաոիզմին կամ մյուս կրոններին արևելյան, բուդդիզմին, որտեղ այդ կրոնների մեջ չարը չունի մետաֆիզիկական սուբստանցիա։ Այնտեղ ասվում է, որ չարը քո մեջ է։ Հա։ Այսինքն ըստ քեզ հարկավոր է մարդուն հոգևոր ուսումնասիրություն ու ինքնաճանաչում նաև ինքդ քո պատմության, քո հոգևոր արժեքների, ժառանգությունների, այդ ամեն ինչի մեջ մարդուն խորանալը հարկավոր, որ ինքը կարողանա գա իր ներսում նաև խաղաղության, հոգևոր ազատության։ Իրականում շատ հետաքրքիր բաներ ես ասում, ախպեր, շատ հետաքրքիր եզրույթներ, որոնք որ բերում են կոնկրետ կապվում են իրար։ Այսինքն փաստը մնում է փաստ, որ մենք ահռելի շատ հեռացել ենք այդ ամեն ինչից, էլի, հա, Հայկ։ Ու դա դրսևորվում է նաև առօրյա կյանքում, որովհետև մենք մեր ժառանգության տերը չենք։ Ասենք մի հատ պարզ օրինակ բերեմ։ Պայմանականորեն ոչ մեկի չեմ ուզում նեղացնել, մի հատ աշոտիկ ուզում է տուն սարքի։ Դնում է ֆունդամենտը թափվում է, պատերը շարում է, ըստ կողքից հերը պապասում են, աշոտիկ ջան, ասում են, ստե ճիշտ կլինի, որ մի հատ լուսամուտ թողես։ Ասում է, թողեք, ես ազատ եմ, ոնց ուզեմ իմ տունը կսարքեն։ Այդ իմ ազատ կամքն է։ Իմ ազատ կամքի դրսևորումն է։ Դնում շարում է, այդ ոսես նայում է, ասում է, չէ, всё-таки ճիշտ կլներ, ստե մի հատ լուսամուտ թողեի։ Եկալում է, շարածը քանդում է, նայում է, ասում է, չէ, վռազա, ճիշտ կլներ լուսամուտը մի քիչ ավելի աջ կողմից թողեի։ Նորից այդ քանդածը շարում է, շարածը քանդում է, ու սենց անverջ։ Ու տենց աշոտիկներ մեր կյանքում ինչքան կան մեր շրջապատում։ Այնտեղ ընդունվավ համալսարանը կիսատ թողեց, նշանը հետ թողեց, թռավ գնաց Ռուսաստան, գնաց ուրիշ կնոջից երեխա ունեցավ, սես նայում ես, ասում ես, աստվածաշան, պրինցիպի վատտաղա չի աշոտիկը։ Արա էս ինչ լավն է։ Չբերեց։ Արա շատ լավ է, ինչ կապ ունի, որ ասենք աշոտիկը ապուշ է։ Աշոտիկը չի լսում, ոչ իր հորը, ոչ պապուն։ Հա, իրականում այդ ամեն ինչը կա, եղբայր։ Այդ ամեն ինչը կա ու ինձ թվում է այդ ամեն ինչ, այդ արժեքները վերցնելը, սենց ասեմ, պետք չի միանշանակ ընդունել, բայց պետք է ուսումնասիրել ու դրա մեջից քաղել են ինչը որ քեզ հարկավոր կլինի։ Նախորդ անգամ կարծեմ խոսում ենք դրա մասին, որ աշխարհում միլիարդավոր գրքեր կան, չէ, բայց ամեն գիրք չի որ կարդալու է։ Մարդը պետք է ընտրի, թե իրան ինչն է հարիր կամ ինչից ինքը քաղելու ունի։
ու կարողանա անգամ մի հատ գիրք էլ կարդում ես, որոշ բաներ գրքի մեջից դու կարաս հանես, քո համար օգտակար, որոշ բաներ էլ դեն նետես, որովհետև չուզենաս էդի քո հետ վերցնես, չուզենաս այդ ինֆորմացիան քո մեջ մնա։ Նույնն էլ կյանքն է։ Մարդը պետք է պատրաստ լինի, բաց լինի, ինձ թվում է, երբ որ իրան ասում են սենց, մարդը ուղղակի պետք է կարողանա ասի, հա, եղբայր, հա, ու տեսնի այդ ամեն ինչից ինքը կարա իր համար վերցնի, ինչը չէ։ Բայց մեր մոտ այդ բանը կա, այդ ինչ ասեմ, այդ հակումը կա։ Մեր մոտ այդ հակումը կա, ով կարա ինձ ինչ որ մի բան ասի, ով կարա ինձ ինչ որ մի բան սովորացնի։ Ու մենք այտենց մերժելով գլուխներս սենց անսպար պատերին խփելով, սխալվելով, ու այդ սխալը երբեք մի սխալից հետո մյուս սխալը ու այդ ուղիները տանում են քեզ հորձանուտներում կորցնում էլի։ Ես սենց եմ տեսնում իրականում մեր առօրյա ոնց որ ապրելակերպը էլի։ Մեր ազգամիչյան դրսևորումները, էլի սենց ասեմ։ Մենք մեզ էլ չենք ճանաչում, սակ, որտեվ այդ ինքնաճանաչումը, որ ես ասի, դրա մեջ նաև ազգի sense հոգևոր կամ հոգեբանական առնվածքը ճանաչելը։ Դու չես կարա քեզ ճանաչես քո ազգից, քո ազգային մշակույթից կտրված։ Աշխարհի այդ թերություններից մեկն է մի երևույթ ուսումնասիրելուց առաջ մենք կտրում ենք մասնիկը ամբողջականությունից, փորձում ենք այդ մասնիկի մասին ինչ-որ գաղափար կազմենք։ Օրինակ մեր ազգի մեջ կան sense հետաքրքիր արխետիպային պատեռներ, որը որ անընդհատ կրկնվում է, արխետիպետի յոնգյան գաղափարը, ինքն հոգու մեջ եղած նախատիպերն են արխետիպները։ Ըստ որի այդ պրոցեսները ստանում են դրսևորում։ Օրինակ, մեր ազգի արխետիպներից մեկը ամենավառ օրինակը որն է, ասենք, Սասունցի Դավիթն է, չէ՞։ Հավաքական կերպարը մեր ազգի։ Ով է Սասունցի Դավիթը։ Ինքը մոտ մանկամիտ, շատ ուժեղ, իմպուլսիվ, չէ՞։ Ճիշտ է, ուժեղ, հա, շատ։ բայց ինքը չի սիրում ստրուկտուրա, ինքը չի սիրում ստրատեգիա, ինքը ուշ է Ինքը զարթնում։ տա ջարդի, չէ՞, հա, ինքը տա ջարդի, Հա, սուս կդրի մի 40 բան ինչ որ չգիտեմ։ չի որ այդ թշնամին գա, հասնի, սենց են որ ոնց են ասում, դանակը ոսկորին հասնի, նոր հլնի ջարդի փշրի, սենց։ Էսի մեր ազգի, սենց ասած, Հա, ընդհանուր հա, հա, բնութագրերից մեկն է։ Ու այդ արխետիպները շատ լավ շատ բան շատ ես ասում։ հետաքրքիր են ու ուսումնասիրելու արժանի են ինքնաճանաչման համար։ Օրինակ, մյուս արխետիպը Մայր Հայաստանի այդ կերպարը, չէ՞, որը որ հենց բառն էլ ասում, Մայր Հայաստան, այսինքն խրտոնիկ մի հատ աստվածուի, որը որ անընդհատ զոհեր է պահանջում, անընդհատ։ Արդեն մեր լեզվամտածողության մեջ դու հայրենիքի համար ինչ ես արել, դի ենթադրում է ինչ զոհաբերություն ես արել, քո կյանքով կամ Հա, փողով, չէ՞։ Այսինքն այդ Մայր հա, Հայաստանը հա, ստեղծում է մի հատ տիրույթ, որտեղ որ դու անընդհատ պետք է զոհաբերես։ Ես ուզում եմ այդ Մայր Հայաստանի մեջ ոչ թե զոհաբերեմ, այլ ստեղծեմ։ շատ լավ եզրույթներ ես բերում իրար հետ կապում, որը որ մտքիս մեջ դաժե սենց չի Շա, եկել, դրանք էլի։ շատ են, մենք կարանք այդ Որ նոր թեմավել ասեցի, ավելի այնպես խորանալ։ ցանկություն առաջացավ։ Զաթի, որ խոսեցինք Սասունցի Դավթից, ինձ թվում է պետք է մի հատ կարդամ, փոքր մհեր, Ախպերս։ հա, այդ ընդհանուր է, էլի։ Որովհետև ինձ թվում է տարբեր ժամանակահատվածներում կյանքի, երբ որ կարդում ես այդ ամեն ինչը, տարբեր կերպ ես դրա մեջ արձագանքներ գտնում։ Ես կարծեմ դպրոցական ժամանակ եմ կարդացել, մի անգամ էլ ուսանող ժամանակ։ Հա, իրականում այդ էպոսները շատ բան են ասում։ Այսինքն իրանք մարդու կողմից են, ժողովրդի կողմից են ասված ու իրանք ոնց որ կոնկրետ հավաքական կերպար են տալիս։ Իմ շատ լավ ընկերոջ հետ, ով որ էլի իմ քաղաքում ստեղ ապրում էր, ինքն էլ այտենց գիտության մեջ լիքը ծաղկած մարդ է ու էլի խոսում էինք էպոսներից ու ինքն էլ էր շատ եզրույթներ բերում։ Դա իրոք շատ հետաքրքիր ինքը կետ է էլի, թե ոնց է այդ ամեն ինչը բերվում ու կապվում մեր դաժե հիմիկվա կյանքի հետ, էլի, մեր հիմիկվա առօրյականության կամ մեր հիմիկվա որոշումների հետ, էլի կյանքի։ Հոգեբանական պրոցեսներն են, որոնք որ այդ արխետիպների միջոցով դրսևորվում են, արտահայտվում են։
օրինակներն էլ շատ։ Նայեմ այդ շատ հետաքրքիր օրինակ բերեմ։ 1933-ին, երբ որ Գերմանիայում իշխանության է գալի նկարիչը, շվեյցարացի հոկեբան Կարլ Գուստավ Յունգը Լավ էր։ մտ շվեյցարական մի ժուրնալի համար շատ փոքր, բայց շատ բովանդակ հոդված է գրում, որը որ կոչվում է Վոտան։ Ըստ ավանդույթի Վոտանը այդ հին գերմանական աստվածը, որը որ մնաց է։ Մի քանի 100 տարին մեկ ինքը արթնանում է ու այդ աստծուն պիտի կերակրեն ապրելի մեծ քանակության մարդկային կյանքերով։ Ես ինչ է ասում։ Ամենը 10 տարի այդ հոդվածը գրելուց հետո, այդ հոդվածը կարծեմ Յունգը գրել է 1935-ին։ Ընդամենը 10 տարի ու պատմությունը տես ինչ է ցույց տալի։ Մոտավորապես 100 միլիոն մարդկային կյանքեր ամենատարբեր հաշվարկներով։ Ուժն է, այն պրոցեսն է, որը որ sense պատմության մեջ իր ճամփ են գտնում է, հանում է, նաև էդի դրսևորվում է մարդկային կյանքում։ Ես օրինակներ բերի մեր հայկական հավաքական ենթագիտակցության մեջ եղած ակրետիկների մասին։ Այդ օրինակները էլ ավելի կան, էլ ավելի շատ է։ Ըստ քեզ գնալով մենք մոտենում ենք մարդու այդ հոգևոր մոդելին, թե ավելի մենք հեռանում ենք։ Ոնց աստ քեզ տենդենսը տանում աշխարհի։ Հիմիկվա կյանքում օրինակ շատ է, չէ՞, մեր զբաղվածությունն ու մեր այլևայլ կողմերով մեզ ինչ-որ կայթակղություններով, ամեն ինչով մեզ ասենց, չգիտեմ, խաբել է ու ցրել է, էլի, աջ ու ձախ։ Մեզնից մի քիչ առաջ սերունդներ, ովքեր չեն ունեցել համացանցեր եւ այլն, ինտերնետային կապեր, ես համարում եմ, որ իրանց մեջ հոգևորությունը ավելի շատ է եղել։ Օրինակ մեր հայրերի սերունդները, իրանց ընկերական մոդելները, իրանց ընկերական հարազատական կապերը, որովհետև ինձ թվում է նմանատիպ կապերով էլ է դրսևորվում հոգևորությունը։ Հոգևորությունը ըստիս ինքը իր մեջ ամենա ոնց որ սևեռուն կետը էդի սերն է։ Իսկ այս սիրո դրսևորման ձևերը, թե ընկերության, հարազատության, ընտանիքի նկատմամբ, էդի ցույց է տալիս, որ հոգևոր մոդելը ինչ-որ չափով ինքը տեղ է գտել այդ միջավայրում։ Բայց հիմիկվա կյանքային տենդենսը ինքը հեռուն է գնում, էլ ավելի հեռանում է այդ ամեն ինչից։ Դրա համար ոնց որ նշեցիր, առաջ են գալիս ինչ-որ կողմնակի մեթոդներ հոգևորության, որ յոգան արդեն ասոցացվում է ինքը սպորտի հետ։ Յոգան ասոցացվում է, չգիտեմ ինչի հետ, որ մարդկանց տանեն իրանց մոտ, ասեն տեսեք, սենց հոգևոր պրակտիկաներ կան, դուք էլ հեռու եք մնացել հոգևորությունից։ Օրինակ ես չեմ հիշում այն ժամանակ 90-ականներին, որ ես լսած լինեմ յոգա տերմինի մասին, օրինակ էլի, հա։ Կամ այն ժամանակ ես չեմ լսել, որ մարդը ասի ես դեպրեսիա եմ։ Այդ դեպրեսիա տերմինը ինքը եկել այս համացանցային կյանքի ստեղծման հետ, երբ որ մարդիկ արդեն սկսել են պառակտվել իրար մեջ, իրարից հեռանալ։ Հիմա այդ դեպրեսիա տերմինը ամեն երկրորդ քայլին դու կլսես ու նախորդ մեր էպիզոդում ոնց որ դու նշեցիր, ամեն 5 մարդուց 4-ը հակադեպրեսանտ է ընդունում։ Ըստ քեզ ոնց է այդ տենդենսը աշխարհի, էլի, ուր է գնում այս աշխարհը հոգևորության առումով, էլի։ Նշանակ դու դեգրադացիայի գաղափարի կողմնակիցն եմ։ 20-րդ 20-րդ դարի սկզբին մտ շատ հետաքրքիր մտածող կար, ֆրանսիացի Ռենե Գենոն անունով, ով ստեղծում է իր փիլիսոփայական դպրոցը, որը որ կոչվում է տրադիցիոնալիզմ, հետո զարգացնում են արդեն Շոունը եւ իտալացի փիլիսոփա Յուլիուս Էվոլան։ Այդ փիլիսոփայության հիմքում ընկած է այն գաղափարը, որ կա հոգևոր վերտիկալ ուղղահայաց արդ, ընտանիք, համայնք, տիեզերք ու աստվածային սկզբունք։ Ու մարդը անընդհատ հեռվանում է, այսինքն մարդկային պատմությունը այդ ուղղահայացից հեռվանալու մասին է։ Դրա համար ես դեմ եմ այդ պրոգրես կոչված գաղափարին, որ ժամանակի ընթացքում մարդը էլ ավելի է զարգանում, չէ, մարդը էլ ավելի է դեգրեդանում։
տեխնոլոգիաները միանշանակ զարգանում են, պրոգրեսը ապրում տեխնոլոգիան, բայց ինչ կապ ունի Հա, դրա հետ մարդը, պրոգրեսի մասին ես օրինակ շատ մեծ սիրով կուզեմ հարց տամ, եթե դուք տենց համոզված եք, որ կա պրոգրես, նա ասեք ես էլ իմանամ, պատմության ընթացքում ճարտարապետության ինչ էլ ավելի լավ տարբերակներ ենք ստեղծել, քան օրինակ մեր եկեղեցիների ճարտարապետությունը, կամ երաժշտության մեջ ինչ ավելի լավ երաժշտություն ա գրվել, կամ չեմ ասենք Կոմիտասը, կամ մ, գրության մեջ, բանաստեղծությունների մեջ, ու ինքը հա, դեգրադանում է, ըլնելով գիտություն հոգու մասին, ժամանակակից մ, աշխարհում արդեն հոգեբանության մեջ հոգի հասկացողությունը էլ չկա։ Այսինքն մարդը դիտարկվում է որպես մեքենա, որը որ դրսից ինչ որ իմպուլսներ է ստանում, վերարտադրում իր մեջ ու հետեւաբար ինչ որ քայլեր անում։ ինչ հետարքիր է։ Այսինքն գալիս է հանգում է այն գաղափարախոսությանը, որ հոգեբանության մեջ եղբայր, ես գիտես ինչի վրա եմ հակված, որ ես շատ եմ սիրում, որ այս ամեն ինչը բերում ենք, ոնց որ կապում ենք պատմությանը, որ գնանք հիմքերին, թե այդ ամեն ինչը որտեղից է գալիս ու խի է այդ ամեն ինչը այդպես էլի դառնում, որ մենք այսքան հեռանում ենք, էլի։ Ու հեռանալուց էլ իմաստության ոչ մի նշույլ չի մնում տակը մեր որոշումների, մեր կյանքի առումներով, որ մենք, չգիտեմ, որ մեր կյանքը բարօրության գնա, էլի սենց ասած։ Հիմա ես ուրախ եմ, որ մեր զրույցը, այսինքն մենք երկուսով զրուցում ենք նաև զուտների համար, որ երկուսը ապրում ենք Գերմանիայում, ու մենք այդ տարբերությունները հստակ զգում ենք, թե ինչ բան է երկրից գնալը, այն սկզբից ասած մեր զրույցի սկզբից այն պատրանքները, որոնք որ ունեցել ենք, ու հիմիկվա մեր կյանքը, որ դու գալիս հասնում ես, ու վերջում դու էլի գալիս բախվում ես այն մտքերի հետ, որ չկա որևիցե մի տեղ, որ տեղով է պայմանավորված էդի։ Ու պետքա դու գնաս քո ինքնությանը, պետքա դու գնաս վերջում քո ինքնաճանաչմանը։ Ու իմ մեջ ասես մեծ կարիք է ձևավորվում, ոնց որ էդի դրա մասին շատ ասելու, որ մեր զրույցները ոնց որ հիմքում էդի լինի, որ մարդը տեսնելով ասի, ինչ են խոսում, ինչ ինքնաճանաչման մասին է խոսքը, էլի։ Ու որ չգնա ոնց որ ասացին գլուխը 1000 պատի տա, նոր հետո հասկանա, որ հա վերջում կա ինքնաճանաչում, բայց ըստ քեզ, էդի կարած առայի մարդուն զուտ խոսքով որ լսի ու ինքը փորձի, թե պետքա դա մարդու մեջից լինի, կամ էլ մարդը պետք է գնա այնքան անգամ սխալվի, որ վերջում հասկանա, որ հա, ես պետք է գնամ իմ ինքնաճանաչմանը։ Այդ ամենաթանկ միջոցն է հասկանալու համար, որ խնդիրը տեղով պայմանավորված չէ։ Հա, Խնդիրը տենց։ խնդիրը տեղի մեջ չի ու չի կարա լինի։ Դրանով պայմանավորված էլ ես արդեն միանգամից գլուխ սա գալի այն միտքը Սուրբ հայրերից, որ երբեք մի քննադատի մարդուն, որտեվ դու չգիտես Աստված իրան ինչ սիտուացիայի մեջ է դրե, ինչի համար է իր կրքերին ազատություն տվե, որովհետև Մ, դրա միջոցով է ինքը գալու ճիշտ ճանապարհին, կամ չի գալու։ մ, մ, Հա, Դատում ես մարդուն, դու քննադատում ես Աստծուն։ համաձայն եմ քո հետ, համաձայն եմ քո հետ։ Էդի նույնն է, էլի, որ մի դատիր, ուղղակի մի դատիր։ Ու ինձ էլ է միշտ թվում, Հայկ, որ մարդը պետք է ինքը իր ապրելունն ապրի։ Այսինքն ամեն մարդ ինքը ունի իր դատաստանը։ Եթե մարդ մի, չգիտեմ, այս աշխարհիկ կյանքով որ նայենք այն անհասանելի շքեղության մեջ է, այդ մարդն էլ իր դատաստանն ունի։ Ու ամեն ինչ հարաբերականության մեջ է դիտարկվում, որովհետև երբ որ մարդ ըստ մեզ այդ անհասանելի շքեղության մեջ է, իր դատաստանն էլ, իր փորձություններն էլ այլ կերպ են դրսևորվում։ Յուրաքանչյուր ընտանիքի, յուրաքանչյուր մարդու, յուրաքանչյուր անհատին, որ նայում ես, դու հասկանում ես, որ յուրաքանչյուր մեկը ինքը իր փորձության մեջ պետքա տապակվի, որ կարողանա գա հասնի այն կետին, որ կետին, որ այս կյանքը ոնց որ որպես առաքելություն իրան պատվիրակել է, էլի։ Ու դրա համար ինձ թվում է մենք ուղղակի կարանք խոսանք։ Մենք կարանք խոսանք ու
գիտես ինչն եմ սիրում, որ զրույցի մեջ դասեր չկան։ Այլ զրույցը։ Այսինքն կվերցնեն, ով ինչից կուզի, էլի հասկանում ես։ Ու այն մարդը ինչը որ կկարողանա ինչ որ մասնիկ մի տեղից վերցնի իր առաքելության մեջ ծառայեցնելու համար, այդ է ամենասիրուն բանն է։ Մարդը պետք է ուղղակի չվախենա խորություններից, էլի Սակ։ Հա։ Խորությունների մեջ ճիշտ է, ինքը շատ վախենալու է, Անես լավ որ տղա ես տղայք։ շատ հաճախ այդ խորությունները վախենալու են, Սակ։ Ու Դե ընկեր որ մարդը լողալ չգիտի, ընկեր դժվար է սուզվել է, էլի։ մոստերը, որ սենց ընգած է այդ անդունդների վրա ու դու սենց էթում ես սենց ներքև ես նայում այդ խորությունները, դու չպետք է վախենաս, որտեվ ճշմարտությունները հենց ընդեից են գալու։ Հենց ընդեղ ես դու հասկանալու ինչ է ընդհանրապես նշանակում մարդ լնել։ Հա։ Անընդհատ սենց այդ պատիներով ենք ապրում, մարդը պետք է էս անի, մարդը պետք է այն անի, մարդը պետք է սենց ապրի։ Այդ մարդկային ստվերային մասերը սենց մնում են առանց ուսումնասիրված, ու այդ շատ վտանգավոր երևույթ է։ Շատ։ Մի մասը նաև քո այդ ստվերային պապերը հասկանաս, վերլուծես։ Ու այդ միանշանակ իմ կարծիքով տրվում է ընթերցանությամբ, ուշադիր ելնելով, հասկանալով, օրինակ մի հատ բարձ օրինակ բերեմ, անցած անգամ երբ որ Հայաստանում էի, ուրեմն Երևանում եկեղեցու առաջ կայնած էի ու մեր մի հատ ջահել մայր երեխու ձեռը բռնած արջ յուբկա հագած, սենց անցնում է ու զուգահեռ գալիս է մատ ավտո։ Այս ավտոյի մեջից են որ սենց վիզը ծռվավ, ջահել եմ, որ աշկերով կերավ այդ աղջիկան, որը որ հայ տղամարդուն հարիր չի, էլի հայ տղամարդու էթիկայի մեջ այդ չկա, ուրիշի կնոջը, ուրիշի մորը նայել չի կարելի։ Երեխու ձեռը բռնած ուր ես նայում։ Մի խոսքով, սենց գլուխը ծռվավ, սենց նայեց, բան, հետո սենց գլուխը որ ուղեց դալ չէր քշում, միանգամից տեսավ եկեղեցին ու սկսավ արագ խաչակնքվելը։ Ու դու հասկանում ես կոնտրաստի խորությունը, չէ, ապեր։ Հա։ Ու դու հասկանում ես, որ մեր ազգը այդ հոգևոր կանչը ունի, ուղղակի չի լսում։ Ինքը սենց ենթագիտակցորեն խաչվավ, խաչակնքվեց, բայց ինքը ընդամենը ոնց որ այդ կրոնը ընդունում է որպես մշակույթի մի մաս, ինքը չի խորացել, ինքը չի հասկանում։ Հա։ Բանալը հասկանանք, որ դեգրեդացիան ավոր շատ է, ու այդ դեգրեդացիայի մեջ խոսել հոգևորի մասին այդ մի քիչ անիրական է, էլի Սակ, որտեվ երբ որ մենք խորանանք կհասկանանք, որ եկեղեցին մեր համար դարձել է ընդամենը ճարտարապետություն, որ միֆը դարձել է ընդամենը գրականություն, ու վերջ, մարդու սահմանումն է տա ժամանակակից կյանքում, ինքն են հոգևորին տեղ կա։ Մի հատ շատ լավ բան եղավ, ոնց որ մի հատ շատ լավ պահ խոսացիր մարդու ներքին ստվերների մասին, որ դրանք եթե չեն բացվում, դա շատ վտանգավոր է։ Ու ես այդ նախատիպը, ու ես այդ տենդենսը շատ հստակ ձևով տեսնում Գերմանիայում, որ Գերմանիայում փոխհարաբերությունների մեջ չկան անձնական հարցադրումներ։ Չկան այն հարցադրումները, որոնք որ կտանեն ինչ-որ զրույցի, որտեղ որ մարդը պետքա էմպաթիկություն դրսևորի, ապրոմակցի։ Չկան այն զրույցները, որտեղ որ մարդը պետք է հոգի կիսի։ Ու այդ տենդենսը, որ ես տեսնում նկատում եմ, ինքը ուր է տանում ու միջավայրում շփվելով, այս մարդիկ իրաց տիպը ունեն ու իրանք իրաց տիպի ներքո հասել են ինչ-որ, չգիտեմ, տեխնոլոգիական, ինչ-որ բարձր շերտերի, աշխարհիկ կյանքի, բայց հոգևոր կյանքում այդ ստվերները բացարձակապես չեն խոսվում, չեն շահարկվում, չեն քննարկվում, մարդկային, ինդիվիդուալ, անհատական ստվերները, որի արդյունքում դու տեսնում ես սենց ահռելի պառակտվածություն մարդկանց մեջ, դու ապրում ես տանը, որտեղ պատիտ այն կողմում ապրում է մի մարդ, ում դու կարող ես մի տարի չտենաս։ Հա,
կողքի տունը ապրում են մարդիկ, որ դու вообще խաբար չես, երբևէ չես էլ տեսել ովքեր են ապրում։ Իրանք կամ դուրս են գալիս մեքենայով կամ հեծոյով, սենց վրազեթում են, դու չես է հասցնում տեսնես ով էր այդ մարդը։ Այսինքն, ասածս ինչն է, ասածս այնա, որ ամեն ինչ ուր կարա տանի հասցնի, էլի։ Այսինքն, երբ որ զրույցներ մարդկանց մեջ չկան, ու ինչի է դա բերում հասցնում, էլի։ Այդ տենդենսը ոնց որ ինքը շատ գլոբալիզացված տենդենս է։ Ու դաժե ինքը գնում է հասնում է այն երկրներին, որտեղ որ այսօրվա մակարդակով մենք խոսում ենք, օրինակ մեկը գնում է Հայաստան, ուրիշ մի երկրից, ինչ ակդածանքով է, չէ, խոսում ընդեղ մարդիկ հյուրասիրություն, ընդունելություն, նոր մի հատ տղու էի լսում, գնացել էր Վրաստանում ապրել էր 10 ամիս, ինքը խոսում էր Գերմանիայի ու ընդեղի տարբերությունների մասին, որ հարևանը կգա, կգնա, կհարցնի, մածուն կբերի, կտանի եւ այլն, հա։ Բայց այդ երկրներին էլ է հասնում։ Այսինքն դա մեծ աղետ է, որը որ տիրելու է ամենտեղ ու բոլորին։ Ու երբ որ մենք չխոսենք իրար հետ, ըստ քեզ, օրինակ, ոնց պետք է լինի այդ տիպը մարդու, որ ինքը անվախորեն մարդկանց հետ կարողանա կոմունիկացվի։ Ինչ է մարդուն անհրաժեշտ դրա համար, էլի։ Ուզեմ երկու բառ ասեմ այդ Եվրոպայի կյանքի վերաբերյալ, որը որ դու շոշափեցի։ Դզեց։ Վերադառնալով այդ արխետիպների գաղափարին, արխետիպներից մեկը դա Ֆաուստն է։ Գյոթեի Ֆաուստը։ Կարդացել եմ, գժեցում։ Կերպար, որը որ անկացած կարելի սահման կարա անցնի ցանկալիին հասնելու համար։ Ինքն սիստեմատիկ մոտեցում ցանկացած երևույթի։ Հետևաբար Եվրոպան այդ սիստեմի մասին է, առույցի մասին է, ձևի մասին է, որտեղ որ մարդկայինը ընդհանրապես տեղ չունի։ Ու պատմությունն էլ ունի շատ հետաքրքիր կատակներ ու շատ խորը կատակներ, սակ։ Այն ծառը, որի հովին նստած Գյոթեն սկսում է գրել Ֆաուստը, մի քանի տարիներ հետո, 150 մոտավոր տարի հետո, այդ ծառը հայտնվում է Բուխենվալդի տարածքում, կոնցլագեր Բուխենվալդի տարածքում։ Եվրոպան էդի մարդկայինի մասին չի, սակ։ Մարդկային շփումը ընդեղ ընդհանրապես կշիռ չունի։ Դրա համար, երբ որ Եվրոպայում փորձում ես ինչ-որ մարդկայինի մասին խոսալ, էդի կնայեն քեզ, կասեն շատ տարօրինակ մարդ ես դու։ Հա, անապատում ջուր ես ուզում եմ, որ։ Հա, բիզնեսի մասին կարանք խոսալ, մենք հանգստի մասին կարանք խոսանք, ես քեզ կարամ ասեմ, որտեղ էժան տարբերակով ընդեղ չգիտեմ, այդհաս հանգստանաս, այդ ամեն ինչի մասին, հա, բայց մարդկային բարձ փոխհարաբերությունները ստե տեղ չունեն։ Ու այդ այնա, ինչը որ մեզ չի հերիքում ստե, որովհետև հայկական ակակրթությունը, դա մարդկայինի մասին է։ Այնտեղ սիստեմ չկա։ Իսկ քո տված հարցը թե ոնց պետքա մարդ այդ տակչան ուղակի մարդ լնես։ Հասկանաս, որ մարդկայինը ունի ամենատարբեր դրսևորումներ ու ոնց իմ ընկերներից մեկն է ասում, որը որ հետագայում դարձավ իմ կարգախոսներից մեկը, երբ որ ես մարդու հետ շփվում եմ ու չեմ կարող հասկանամ այդ մարդու։ Այդ հետևյալն է. ամեն մարդկայինը ինձ խորտ չի։ Հա, կա այդ ամեն ինչը, սիրուն է այդ ամեն ինչը տեսնելը ու շատ իրավացի ես, որ աշխարհում կան տեղեր, որտեղ որ դու բացարձակապես չես կարող ակնկալես։ Ես օրինակ, ինչքան է չէ խոսվում այդ բանի ամերիկյան երազանքի մասին ապեր։ Ես չեմ պատկերացնում ինձ Ամերիկայում ապրելուց կամ Ամերիկայում լինելուց։ Իմ համար ինքը այնքան կեղծ ինչ որ միջավայր է, ես չեմ էլ եղել ու չեմ էլ ուզում լինեմ։ Ես անկեղծ եմ քեզ, ես չեմ ուզում այդ երկրում լինեմ։ Ու որ այդքան մեզ սնել են այդ գաղափարներով կամ այդ մտքերով, վայ գիտես ինչ բայ եւ այլն, ու դրանից գալիս եմ նրան մենք ինչքան շատ ենք կերել են խայծը, ինչքան շատ է մեր համար կարևոր եղել զուտ ապրելակերպը, փողը, մեքենան, տունը եւ այլն, sense բաներ, որովհետեւ էդ էլ մեղադրելու չի այդ մեր չքավոր կյանքերից ելնելով, էլի։ Բայց մյուս կողմից ես օրինակ, որ ինձ հիշում եմ Հայկ, ես արդեն 12 տարի եմ Գերմանիայում, ես իմ գալու նախորդ օրն եմ հիշում։
Ես տենց իմ մտերիմ ընկերներին հավաքել էի մեր հայաթում ու գիտես ինչ ուժ կար մեջս, Հայկ, այն որ տիեզերական ուժ կար, այն առումով, որ ես գնում եմ հեսա նայի ինչ ալնելու, այսենց ինչ որ երազանքներ։ Ու ուժս այնքան ասպառ էր, որ ինձ թվում էր ես ինչի մասին է խոսքը, այսենց էր էլի։ Եկել եմ չանցած մի տարի, Հայկ։ Արանքի էր։ Առաջի անգամ դրա մասին խոսում։ Գուժն ու կուլան ջարդվավ գլխիս, որ ինչ ես փնտրում եղբայր, ինչի հետևից ես եկել։ Ու կորավ են երազանքները, որոնցով որ ես հելել էի եկել եղբայր։ Ու լրիվ փոխված այն ապրելակերպը, կարևորությունները, առաջնահերթությունները, որ ես մտածում էի, որ ախր ուրիշ բան էր առաջնահերթությունը մի տարի առաջ։ Ու մի տարի հետո լրիվ դարավ այլ։ Ու տեղ ահա որ մեծ ազդեցություն ունեցավ այդ տեսնելու ֆակտորը։ Այդ լսածը ուրիշ բան է, բայց երբ որ դու գալիս ես այդ կաթսայի մեջ սկսում ես էփվել, դու հասկանում ես թե ինչ ուրիշ շատ ավելի կարևոր կարիքներ կա քո մեջ, որոնք չեն լցվում։ Դու եկել ես միտեղ, որտեղ որ մեքենա է, պետք է մեքենա որպես գործ ես։ Այդ գերմաներենում որ ֆունկցիա պետք է կատարես, որովհետև ստեղ քո միտքը մեկ էլ քո մարմինը պետք է ինքը գործի։ Եթե միտեղ հոգիդ գործես, կակաշտի մեջ ես։ Դու էլ ես չես զգացել էդի, որ հանգած հոգիդ խոսում է։ Իհարկե։ Դե գալիս է նրանից, որ Հայաստանում սացիլվում է էլի այդ նյութապաշտական գաղափարները ու այդ մարդկային կարիքների մասին չի խոսվում։ Այն որ սկսում են արդ երկրի մասին պատմել Հայաստանում, որպես կանոն մարդկային ֆակտորի մասին չի խոսվում։ Իսկ նյութական այդ կարիքները այդ ամենը չի։ Դու ունես ուրիշ կարիքներ, մարդկային բար շփումների կարիք։ Ու եթե դու էդի չես լրացնում, էդի այդմա ստվեր։ Ու ստվերայինից սկսում է քո վրա ազդել շատ ուժեղ ձևով։ Դրա համար ես չեմ հավատում, որ հայը կարա Հայաստանից դուրս գա առաջի սերունդը, որը որ ծնվել մեծացել է Հայաստանում ու դուրս է գալի։ Կարա լիարժեք երջանիկ լինի այդ երկրում։ Ինչքան էլ ուզում ես հաջողակ էլի։ Մեկը գալու է Սիրիկուն, երբ որ դու քո հետ մենակ ես մնալու, լույս լավ է մատ սիգարետ ծխեմ, մի հատ չգիտեմ վիսկի խմեմ։ Դու էդի կարաս ռացիոնալիզացնես, ասես որ ես խմիչքի մասնագետ եմ, բայց բուն իմաստը ուրիշ է, դու ուղղակի ուզում ես ճնշես այդ քո ստվերային պահերը, որը որ դուրս է գալի, երբ որ դու մենակ ես, երբ որ դու այդ ռոբոտային կյանքից դուրս ես եկել, ունես մի ժամ ազատ ժամանակ ու դու ինքդ քո հետ մենակ ես։ Հա, եղբայր, էդի շատ զգալի տենդենս է, էդի շատ զգալի փաստեր են։ Օրինակ իմ փորձով ասեմ, տարիներով այդ որ նոր է եկել, հետո ընդունվա համալսարան, բան սովորելու, այդ համալսարանական տարիների ընթացքում ստեղ էլի Գերմանիայում դե հետնել պետք է աշխատես օտիդո, ահա որ այսինքն ժամը 6-ին սկսում էր օրս, իրիկունը ժամը 11-ին ավարտվում, ու այդ օրվա մեջ այնքան դու քո հետ, այսինքն ես ինքս իմ հետ չէի, որովհետև ես այդ օրվա մեջ մենակ պետք է հասցնեի։ Ես ժամը 11-ին գալիս էի, հելում եթում էի վազելու, որ կարենայի խաղաղվեի ընկեր։ Ու որ այսինքն էդի նորման է աստեղի, էդի նորմալիզացված վիճակն է աստեղի, որ դու ուղղակի պետք է ապրես ֆունկցիա կատարելով ու հոգուտ կանչը ճնշես, հոգուտ կանչի մասին բացարձակապես ոչ խոսես, ոչ արտահայտվես, ուղղակի մի ձև քեզի ոնց որ ցրես, հասկանում ես սենց։ Եղբայր, ահա որ շատ շնորհակալ եմ քեզ, ահա որ շատ բովանդակալի զրույցի համար։ Ոնց ասեմ, այնքան բովանդակալից է, որ զուտ մեր կյանքային այդ ապրումակցումներն էլ էլի դրած իրար կողքի, որ ապրում ենք նույն երկրում ու տեսնում ենք նույն ձև։ Ու դրա համար շնորհակալ եմ քեզ, Հայկ ջան, շատ, ու մի շնոր հանդիպում, մի շնոր լավ ու սենց սիրուն զրույցներ եղբայրս։ Դերես։ Ցավդ տանը, լավություն։